Մտածողության տեսակներ։ Զգայական մտածողներ, կինեսթետիկներ, նրանք աշխարհը ընկալում են շփման, շարժման և զգացողությունների միջոցով։ Նման մարդիկ ավելի լավ են հիշում ու հասկանում այն, ինչ անձամբ են փորձել, շոշափել կամ շարժվել դրա շուրջ, և հաճախ կարդալու կամ սովորելու ընթացքում իբչում են տարբեր բաների, իրենց զգացողությունները ուժեղացնելու համար։ Ինչպես է ուղեղի կառուցվածքը ազդում մտածողության վրա։ Նյարդաբանական հետազոտությունները ցույց են տալիս, որ մեր մտածողության տարբերությունները պայմանավորված են ուղեղի երկու կիսագնդերի գործունեությամբ։ Ամեն մարդ ունի որոշակի գերակայություն այս կիսագնդերից մեկի նկատմամբ, ինչը որոշում է նրա մտածողության առանձնահատկությունները և աշխարհընկալումը։ Ձախ կիսագունդ, տրամաբանություն և վերլուծություն։ Ձախ կիսագունդը հիմնականում պատասխանատու է տրամաբանության, վերլուծության, լեզվական մտածողության, թվերի և հաջորդականության համար։ Նման մտածողություն ունեցող մարդիկ հակված են պլանավորման, վերլուծական մտածողության և փաստարկված որոշումների։ Նրանք նախընտրում են տրամաբանական քննարկումներ, գնահատում են կարգուկանոնը և խուսափում անկանխատեսելի իրավիճակներից։ Շատ հաճախ նրանք ուժեղ են մաթեմատիկայի, լեզվաբանության և գիտության մեջ։ Աջ կիսագունդ, ստեղծագործություն և ինտուիցիա։ Աջ կիսագունդը պատասխանատու է ստեղծագործության, երևակայության, զգացմունքների, ինտուիցիայի և արվեստի ընկալման համար։